Այբ դպրոցի ռոբոտաշինության թիմի ստեղծած ինքնակառավարվող ռոբոտն է, որի ճկունության և ինովացիոն կառուցվածքի մասին դեռ երկար կխոսեն Միացյալ Նահանգներում անցկացվող ռոբոտիկայի ազգային մարտահրավերներ հեղինակավոր մրցույթում, որին մասնակցած 1300 պատվիրակությունների ավելի քան 400 ռոբոտների հետ ուժերը չափելով, այբեցիների սումո ռոբոտը նվաճել է արծաթե մեդալ։ Նման ռոբոտ մրցույթում այլևս չկար, որի արդյունքում էլ մենք կարող եք տեսել շահեցինք Հոնդայի լավագույն ինովացիոն լուծում մրցանակը։ Մեր ակերի դիրքը այնպես էր ստեղծված, որ մենք շատ լավ շփում էինք ապահովում դաշտի վրա, որի արդյունքում էլ կարողանում էինք նաև մեզից ուժեղ եւ քաշով ավելի շատ ռոբոտներին բրդել եւ դուրս հանել դաշտից։ Պատվավոր երկրորդ տեղից դժգոհ են, բայց տղաներն ափսոսում են, ոսկին իրենցը կլիներ, եթե ռոբոտի անվադողերը արագ փոխելու հնարավորություն ունենային։ Մարտի ավարտին դրանք մաշվել են, ինչն էլ առավելություն է տվել մրցակից թիմին։ Մի նոր նշաձող ենք սահմանել այդ մրցույթի համար, բոլորը արդեն գիտեն, որ մյուս տարի պիտի գան արդեն պայքարեն այբ դպրոցի թիմի հետ եւ դա լինելու է իրենց համար բարդ պայքար ամբողջովին այլ մակարդակի ինչ որ կար հիմա։ Ռոբոտաշինության թիմի հաջողություններին կանխավ հավատացել է նաև Vivassel MTS-ը, որը 2011 թվականից դպրոցականների կողքին է եւ ոլորտը զարգացնելու համար ներդրել է մոտ 144 միլիոն դրամ։ Գրեթե 1 տարի է, ինչ այբ դպրոցին կից գործում է նաև Fab Lab-ը, որը ԱՄՆ MIT հանրահայտ համալսարանի լաբորատորիաների ցանցին է պատկանում։ Հայաստանում դրանք դեռևս 2-ն են։ Հայ բադանիներին հովանավոր չուչում պետք չի, այլ ընդհակառակը պետք է բարձ հովանավորություն եւ իրենք արդեն կկարողանան ստեղծագործեն եւ կկարողանան անցնեն հատել ստանդարտները միջազգային եւ սահմանել նոր միջազգային մշակողեր, ինչպես մենք վերջերս ականատես եղանք, լինելով մասշտաբներով ավելի փոքր երկրում, մենք կարողացանք տեխնիկապես շատ զարգացած երկրում գրավել երկրորդ տեղը եւ սրանով մենք հնարավորություն տվեցինք հազարավոր մարդկանց ճանաչել Հայաստանը եւ իմանալ Հայաստանի տեղը եւ թե ինչով են զբաղվում Հայաստանում երիտասարդները։ Այբեցիների այս սումո ռոբոտը 10-րդն է։ Նրանք արդեն ստեղծել են ական փնտրող հրշեջ ռոբոտներ, որոնք եւս մեծ հաջողություններ են գրանցել մեր երկրում եւ նրա սահմաններից դուրս։ Հասմիկ Առաքելյան, Հովհաննես Քյոսյան, Առաջին ալիք։